Հրապարակ թերթի տեղեկություններով Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել։ Կապանում կայացած ամփոփիչ հանրահավաքի համար գործի են դրվել մարզային ողջ իշխանությունը, վարչական ռեսուրսը, համայնքապետերը, վարչական ղեկավարները տիտանական աշխատանք էին կատարել, պարտադրել բոլոր պետական հիմնարկների աշխատողներին ներկայանալ հանրահավաքին։ Նաև կազմակերպվել էին մարդկանց փոխադրումը բոլոր համայնքներից եւ ակնկալում էին, որ գոնե մի 10,000 մարդ ներկա կգտնվի, սակայն Դանիել Լեոնեսյանի հաշվարկով անգամ ընդամենը 2180 մարդ էր հավաքվել Կապանի հրապարակում, այն դեպքում, երբ միայն Կապանի բնակչությունը մոտ 46000 է։ Փոխարենը նույն Լեոնեսյանի հաշվարկներով Ուժեղ Հայաստանի քարոզարշավի մեկնարկին Մայր Հայաստան հուշարձանի մոտ 5650 մարդ էր ներկա գտնվել։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է Սյունիք, մասնավորապես Գորիս այցից հետո Փաշինյանը օթերով է հանել նախկին ոստիկան, այժմ կարկառուն ԿՊԱ-ական Արմեն Խաչատրյանին։ Գնա ուրբան եղե առուշին, որ ով եկել է, իր համար էր եկել, ըստ լուրերի ասել է Փաշինյանը։ Խաչատրյանին քաղաքացիական պայմանագրում եւս մեղմասա ստանել չեն կարողանում։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է մայիսի 28-ին սպասվող զորահանդեսը իշխանության համար պարզապես տոնական միջոցառում չէ, այն ըստ ամենայնի վերածվում է քաղաքական ցուցադրության։ Թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նախատեսվող զորահանդեսը լինի հնարավորինս տպավորիչ եւ լայն արձագանք առաջացնի հանրության շրջանում։ Թերթի տեղեկություններով վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրավված են նախապատրաստական աշխատանքներում։ Նախատեսվում է, որ մայիսի 28-ին զորահանդեսը կանցկացվի հանրապետության հրապարակում, սակայն իշխանությունների մտադրությունն այսքանով չի սահմանափակվում։ Թերթի իշխանական աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի հանձնարարությամբ զորահանդեսից հետո զինտեխնիկան երկար ժամանակ կմնա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մոտենալ, դիտել եւ լուսանկարել այն։ Փաշինյանը պատրաստվում է ուղիղ եթերում անձամբ ներկայացնել ցուցադրվող զինտեխնիկան, բացատրելով, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ նշանակություն ունի եւ ինչ կարողություններով է օժտված։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Արագածոտնի մարզպետարանը Շինէքսպերտ ընկերության հետ մանկապարտեզների շինարարության ընթացքի վերահսկման 5 պայմանագիր է կնքել։ Դրանք կնքվել են նույն օրը մայիսի 5-ին առանց մրցույթի 1 անձից կատարվող գնման ընթացակարգով, ընդհանուր մոտ 7 միլիոն դրամ արժեքով։ Շինէքսպերտ ընկերությունը 2010-ին հիմնադրել է ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որը 2016-ից Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետն է։ Աբովյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում նրա քաղաքական հայացքները։ Նա ակտիվորեն կիսվում է ԿՊԱ-ական մարզպետ Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակումներով, այլ ԿՊԱ-ականների տեղադրած նյութերով։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ունեցվածքին եւ հայտարարագրին։ Ըստ 2024 թվականի գույքի եկամուտների ծախսերի եւ շահերի հայտարարագրի Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 եւ ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։ Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև Իջևանատուն ընկերության տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ եւ $500։ Հայտարարագրի համաձայն 2024 թվականի ընթացքում Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն ստացած կնոջից Աննա Հակոբյանից։ Հայտարարագրում նշված է նաև տարբեր բանկերից ստացված վարկեր։ Տարվա վերջի դրությամբ վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։ Փաշինյանը հայտարարագրել է նաև հանգստի նպատակով իրականացված ճանապարհածախս եւ կեցության ծախսեր ավելի քան 5 միլիոն դրամի չափով։ Փաշինյանը նաև հայտարարագրել է իր մասնակցությունը Մեր տպարանը ընկերությունում, որտեղ ունի 50% բաժնեմաս։ Այդ մասնակցությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թվականին։ Գրում է թերթը։